Ես աշխատող մամա եմ։ Դա իմ ընտրությունն է ու ես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց աշխատանքի։ Բայց պետք է անկեղծ լինեմ։ Աշխատող մամաների նկատմամբ շատ անարդարություններ կան։ Սկսենք այնտեղից, որ շատ մարդիկ չեն պատկերացնում ու չեն ընկալում աշխատող մամայի աշխատանքի ծավալը։ Ես դա զգում եմ, երբ խոսում եմ իմ ընկերների հետ, ովքեր զբաղված են միայն տնային աշխատանքներով։ Բայց չեն ընկալում, որ աշխատող մաման իրականում 2 դրույք աշխատանք է կատարում։ Ես կասեի անգամ 3։ Հա, այդպես է, որովհետև մի դրույքով դու գնում ես աշխատանքի, բայց դրանից բացի դու զբաղվում ես երեխաներով ու նաև զբաղվում ես տան գործերով։ Բա չեղավ 3 դրույք աշխատանք։ Օրինակ, երբ տան տղամարդը տուն է գալիս աշխատանքային ծանր օրվանից հետո, հաց է ուտում, որը հիմնականում դու ես սարքել կամ աշխատանքի գնալուց առաջ, կամ երեկոյան քնելուց առաջ, նստում է հեռուստացույցի դիմաց ու սկսում է հանգստանալ։ Ու այդ բոլորի համար նորմալ է, որովհետև ինքը հոգնել է աշխատանքային օրվանից հետո։ Ու եթե այդ հոգնած պապան ինչ-որ բան արել է երեկոյան երեխաների համար, դու դրա համար հələ պիտի մի հատ էլ իրան շնորհակալություն հայտնես։ Բայց այն որ քո օրը սկսվում է ժամը 6:30 ու ամենաշուտը ավարտվում է ժամը 11-ին, այդ հեչ, այդ նորմալ է, տենց էլ պետքա լիներ։ Ես չեմ ասում, որ ոչ մի տղամարդ չկա, որ իր զուգընկերոջը օգնում է։ Ես օրինակ մի 2 հոգու տենց ճանաչում եմ։ Անկամ իրանք առավոտյան արթնանում են, սկսում են երեխաներին նախապատրաստել դպրոցի, իսկ իրանք կողքի երջանիկները շարունակում են դեռ իրանք հանգիստ քունը։ Սովորաբար աշխատող մամաներս ունենում ենք շատ ուժեղ մեղքի զգացում, հատկապես երբ նոր ենք որոշում երեխային թողնել ու գնալ աշխատանքի։ Բայց ես իմ մեղքի զգացումը լրացնում եմ նրանով, որ նկատել եմ, որ տնային տնտեսությամբ զբաղված մամաները, ովքեր ֆիզիկապես ամբողջ օրը իրենց երեխաների հետ են, նենց չի որ շատ ժամանակ են անցկացնում իրականում իրենց երեխաների հետ։ Ու միգուցե աշխատող մաման ֆիզիկապես ընդամենը 2-3 ժամ է ունենում իր երեխաների հետ, բայց եթե այդ 2-3 ժամը անցկացնում է երեխաների հետ հագեցված, խաղով, դա երեխաների համար շատ ավելի կարևոր է, քան ուղղակի ֆիզիկապես իրենց կողքը ամբողջ օրը գտնվելը։ Ինչի՞ եմ այս ամեն ինչի մասին այսքան շատ խոսում, որովհետև հավատում եմ, որ այս հարցերը կարելի է լուծել։ Եթե բոլորը հասկանային, որ աշխատող մամայի կյանքը շատ ավելի դժվար է ու ինքը շատ է հոգնում, որ պապային պետք չի շնորհակալություն հայտնել, եթե ինքը երեկոյան երեխայի մազերն է սարել, որովհետև ոնց որ այդ քո պարտականությունն է, նույն ձևով էլ իր պարտականությունն է։ Իսկ եթե չկա զուգընկեր ու դու մենակ ես մեծացնում քո երեխաներին, շատ կարևոր է, որ շրջապատում գտնես ինչ-որ մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն քեզ օգնել, երբ որ դու որոշես մի փոքր շունչ քաշել։ Ինձ թվում է շատ օգտակար փորձ կլիներ, եթե մի անգամ աշխատող մամաները կորեին տնից, մի օրով, ու այդ ամբողջ աշխատանքը թողնեին իրանց զուգընկերների վրա։ Այդ դեպքում զուգընկերը նախ կհասկանար, թե ինչքան աշխատանք եք դուք անում օրվա ընթացքում, հետո կհասկանար, որ իրականում օգնելու համար իրան պետք չի շնորհակալություն հայտնել, եւ երրորդ ամենակարևորը կսկսեր վերջապես օգնել ձեզ։ Սուպեր մամա ջան, դու պետքա միշտ հիշես, որ դու էլ իրավունք ու կարիք ունես հանգստանալու։ Համ էլ պետքա մի լավ հանգստանաս, լիցքավորվես, որ հետո նորից անհայտ ժամանակով դառնաս քո երեխաներին սեր ու ուշադրություն տվող, մաքրություն անող, ճաշ էփող ու ամեն ինչ հասցնող աշխատող մամա։